Միացյալ Նահանգների նախագահ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է միանալ Գազայի հատվածում այդ խաղաղությունը վերահսկելու համար խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ։ Ըստ պաշտոնական աղբյուրների Նիկոլ Փաշինյանը ընդունել է առաջարկը, բայց այստեղ կա մի բայց, դա 1 միլիարդ դրամի խնդիրն է, որը պետք է դոլարի խնդիրն է, որը պետք է կարողանա կառավարությունը լուծել եւ միանալ այդ նախաձեռնությանը։ Փաստորեն տեղի ունենում այն, ինչ որ մոտավորապես մի տարի առաջ ես ձեզ ասում էի, որ Հայաստանի Հանրապետությունը տեղավորում է համաշխարհային քաղաքականության բարդ շերտերի մեջ, թևարգում է, դուրս է եկել օվկիանոս բաց թևարգության։ Սա մեր, ինչ ասեմ, մեր պետականության աննախադեպ հաջողությունն է։ Այդ միլիարդ դոլարի հարցը ուրեմն շրջանառում են բոլոր նրանք հիմա, ովքեր ռուսական սեգմենտն են ներկայացնում, որովհետև չեն ուզում, որ Հայաստանը դուրս գա այդ վիճակի բանի մեջ։ Մնացածը կարծում եմ, որ հիմա այստեղ երևի ասելու բան չի, այդ 1 միլիարդ դոլարը կգտնվի, հավանաբար Միացյալ Նահանգները բանով ըմբռնումով կմոտենան, հավանաբար եւ այլն, բայց ես առաջարկ ունեմ։ Ուրեմն այդ 1 միլիարդ դոլարը պիտի վերցնել Հայաստանի Հանրապետությունը 5 տարի ապակայունացողներից, որոնց դուք ընդդիմություն եք ասում, ես ասում եմ ռևանշիստներ, որոնք կարող աշխատեցին Հանրապետությունը չաշխատի, նորմալ կյանքով չապրի, պատերազմից հետո ոչ մի րոպե։ Այսրանցից պիտի փողը վերցնել, տալ ընդեղ։ Հիմա սա մի քիչ հումորային բան ունի, բայց մտածելը պետք է։ Այնպես որ գումարը կճարվի, կարծում եմ, բայց դա մեր աննախադեպ հաջողությունն է։ Ասեք տխմարներ էլ կան, ասում են թե այնտեղ Լուկաշենկոն էլ է։ Ողջունում եմ, որ այդ որոշումը ընդունել են։ Ինչու ասեցի, համաշխարհային քաղաքականության ամենաբարդ եւ բարձր շերտերում ենք տեղավորվում։ Հիմա երկրորդ ով է հրավիրողը։ Հրավիրողը Միացյալ Նահանգների նախագահն է, պարոն Թրամփը, չէ, որը Հայաստանի համար ջանքեր չխնայեց եւ Թրամփի ուղի նախագծեց, առանց իրեն չի եղել, չէ, որը Հայաստանին դուրս է բերել եւ դուրս է բերում, եթե մենք ռեալիզացնենք նորմալ իմաստով համաշխարհային տնտեսական քաղաքական բարձր շերտեր եւ արդյունավետ օգտակար շերտեր, որը ունի երկու ենթաշերտ՝ ռազմավարական, անվտանգային եւ բարձ է որ մեր անվտանգության վիճակը լավացել է, կարող է մեկը կասկածում, նույնիսկ ուրեմն բաներ կան, գիտուններ չագերտարով, ասում եմ երևի երկրի կայունացման մեջ այդուհանդերձ Եվրոմիության դիտորդական առաքելությունը դեր ունեցավ եւ Ամերիկայի, հա, այսինքն գյուտես, սա ենթատեքստով թունավոր ձևով է ասում, հա, չէ, ձեր պապան արեց, Պուտինն արեց այդ բոլորը, բարձ է, ուրեմն ինչ եմ ուզում ասել, մնացածը ուրեմն ասեցի, որ Թրամփի ուղին դետալները քննելին եւ շատ լավ է, որ լավ քննարկումներ են գնում, ունի աշխարհաքաղաքական ստրատեգիական ենթաշերտ, որի հետ կապված է կատաղի ուրեմն ընդվզումը Մոսկվայի կողմից իդեմս բանի Սալավյովի եւ հələ Սալավյովը հեչ են դուգին կոչված խավարամիտի, որը այս տարիներին Պուտինի հետ միասին, Կրեմլի հետ միասին աշխարհի ուրեմն կեղտոտ գործերը նախագծեց, որոնց թվում առաջին հերթին Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին հանձնելը։ Սա այն մարդն է, որ ասում է, չէ, մենք քեզ տվեցինք Ղարաբաղ, դու թեքվեցիր, գնում ես արևմուտք, բաց է խոսում։ Ուրեմն այստեղ է հարցը, ուրեմն այդ մասը ստրատեգիական կամ ռազմավարական, տնտեսականի մասին բան չունեմ ասելու, ինչ ասեմ։ Ես դա չեմ ուզում դետալների մեջ մտեմ, քննարկումները շատ լավ կլինի, որ այս ուղղության ոչ թե ամեն տեղ երևացող ուրեմն նույն մարդը ասենք, մի օր քաղաքագետ, մի օր գինեկոլոգ, մի օր ինժեներ եւ այլն քննարկի, նույն մարդիկ քննարկում են, շատ լավ կլինի, ես հանրության մեջ ասում եմ, այն մարդիկ, որոնք մեր մեջ կան, ինժեներներ, ֆիզիկոսներ, տեխնոլոգիայի, բանի ճարտարագիտական համալսարանի մասնագետ համավարական այսրանք գրգված քննարկեն այս հարցը, որովհետև սա
ասեմ այսպես է ուզում եմ մեր հայրենակիցները ուշադիր լսեն սա յուրահատուկ Մարշալի պլան է Հայաստանի համար Մարշալի պլան որով Եվրոպան վերականգնվեց Գերմանիան էլ դառավ Գերմանիա այսինքն ուզում եմ ասել որ սա այդ Թրամփն է եւ դա ինքն է հրավիրողը բնականաբար կա նաեւ այդ ենթաշերտ մենք քաղաքականություն պետք է հասկանանք ամբողջականության մեջ Պարզ է որ այնտեղ Վենսն է, չէ, Դիվենսը։ Մարկո Ռուբիոն պետք է Եվ լինի այդ Մարկո Ռուբիոն, որոնցից մեկն ու մեկն էլ հաստատ հանրապետականների հաջորդ նախագահն է։ Եվ դուք Ռուբիոյի հետ կապված շատ հույսեր Շատ ասել, այո, որովհետև նա հայկական հարցը շատ լավ գիտի, շատ։ Ավելի լավ գիտի, քան այս հայ բոլշևիկները, ռուսած կանացած։ Բայց ես ենթադրում եմ, որ Դիվենսը եւս ուրեմն արդեն նույն միջավայրն է, նույն քաղաքականությունն է եւ ասեմ հետեւյալը նաեւ ժամանակին այս չեկիստները տարածեցին մի տեղեկատվություն, նաև Ամերիկայում տեղավորված իբրև թե այլախոս նախկին չեկիստներ KGB-ական, իսկական իմաստով եմ ասում, վարկաբեկման հարցը չի։ Տարածում են, որ այս է Մարկ Ռուբիոյին կողքի է դնում, Թրամփի համար է աշխատում եւ այլն, բայց հիմա ես որի դեմ ընդվզել եմ, ասել եմ, որ այդ անհետեթությունը Միացյալ Նահանգների համար այդպես խոսելը բայց Ռուբիոյի դիրքերը շատ ավելի ամրացել են, նաև ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, պատկերացնում եք հիմա, եւ այսինքն այս երևի թե գլխամասը, եթե ասենք կառավարության, ոչ ինստիտուցիոնալ իմաստով, Թրամփ, ուրեմն Դիվենս, Մարկ Ռուբիոս այն երրապետությունն է, որը կառավարում է։ Այս նախաձեռնությունը հաջողելու է պարոն Շիրինյան, որտեղ պետություններ կան, որ ընդվզում են Եթե արդեն չի նախաձեռնել ՄԱԿ-ի այլ ընտրանքային ձևաչափ են սա ընդունում Եթե նայեցեք, եթե չի ուրեմն հաջողելու, դա էլ չբացառենք, մենք ինչ ենք կորցնում, ոչինչ։ Իսկ եթե հաջողում է, բայց չենք ներկայանում այդ ժամանակ դա գալնի որ մենք ռուսաստրգությունից, ճորտությունից եւ ռուսների համար մատաղացու գար լինելու չենք ուզում հրաժարվել։ Այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Ընդ որում են Ռուսաստանի, որ ինքը խրվել է Կուբրյանսկում ու դուրս էլ չի գալիս։ Կուբրյանսկի այդ խուտորից դուրս չի գալիս։ Ընդ որում պարոն Շիրինյան, հայրենական պատերազմից ավել դարձավ։ Հա, էլ ուզում եմ ասել, մենք եւ բայց այստեղ ենթատեքստը մեր շատ ավելի բարձ է ինչպես ԿԺԿ-ն է ժամանակին պնդել ես նույնիսկ 96 թվականին Գոլս Արմենիում մեծ հոդված եմ տպագրել ռուսերենով բանը ուրեմն դոկտրինա Ռավնավեսիա հավասարակշռության հայեցակարգ կամ դոկտրինա այսօր Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ոչ թե հակառուսական, ոչ թե հակաթուրքական, ոչ թե հակա, այլ շահերի տարբեր պետություն համադրման Հայաստանի Հանրապետության շահերից բխող քաղաքականություն հավասարակշռության ընդհանուր կոնցեպտի մեջ, որտեղ կան առաջնահերթություններ, դասակարգում կա, որտեղ կան երկրորդականը, երրորդականը, որտեղ կա ում հետ ավելի մերձենալ որտեղ կա նաև ումից ավելի շատ հեռանալ, ոչ թե չլին Ռուսաստանից պետք է շատ հեռանալ, ոչ թե Ռուսաստանը չպետք է լինի կամ լինի, այս անհեթեթությունը եւ սրանով մենք դուրս ենք գալիս ուրեմն այն բանից որ դարերով եղել է մեզ համար կամ Ռուսաստան կամ Թուրքիա կամ այ Լևոն Շանթի եւ Ռուբեն Տերմինասյանը ժամանակին եւ շատերը իսկական դաշնակցականներ նրանք ասում էին ովքեր որ մեզ մղեցին այս սխեմայի մեջ, այս վերջինի, նրանք մեր երկրի ցեղասպանություն նախապատրաստեցին, մեկի կողմը թեքվում է, մեկն է մորթում, թույլ է սենուսի եւ ասում ենք որ այս երկու օր առաջ եղել մեզ այդ շատ բաներ եւ Ռուսաստանը մեր բարեկամը չի, այս որը այդ սխեմայի մեջ է տեղավորվում, այնպես որ ինչ ասեմ, մեզ ուրիշ բան է մնում, որից ես անհանգստանամ թե չէ, բայց կարծում եմ անհանգստանալու բան կա Մենք արդյոք կարողանում ենք մեր ազգային մտածողության գոհարները տեղավորել այս աշխատանքի մեջ, որտեղ սրանք շատ բարդ հաշվելի են, մասնագիտական աշխատանք են պահանջում եւ շատ արագ վճիռներ կամ որոշումներ կայացնելու կարիք է լինում։ Քաղաքականության մեջ այդպես է պահի տակ որոշումը չկայացրեք։ Այստեղ է որ դուք Սփյուռքին եք դիմում այդ գոհարների պահով։ Եկանք այնտեղ հրաշալի է որ ասեք Մենք կարողանում ենք մեր հայրենակիցների եւ մեր եկեղեցու
պոտենցիալ օգտագործել, թե չէ, եկեղեցին բարձ է ինչ է կատարվում եւ ինչ է անում մաֆիան, եկեղեցու հետ այդ գլխամասը, իհարկե ժամանակին գնալու, բայց ես ենթադրում եմ, որ եվրոպական համալսարաններում, բարձ է որ մերը նկատի ունեմ, չէ՞ որ ես հակադրում եմ, եվրոպական ամերիկյան համալսարաններում մենք ունենք հնարավորություն կամ արդյոք հայ մասնագետների ընդգրկել ենք այս աշխատանքների մեջ, որոնք լավ գիտեն եվրոպական օրենսդրությունը, եվրոպական լեզուներին լավ են տիրապետում, ինչու եմ ասում լեզուն, որտեղ լեզվի իմացության հարցը չի, երբ դուք լավ եք տիրապետում կատարյալ որևէ լեզվի, դուք նրա մտածողությանն եք տիրապետում, որը խորքն էլի։ Դրա համար այստեղ ես գիտեմ, որ սա շատ մենք նույնիսկ սկիզբ անգամ չունեմ, չենք արել։ Գիտեմ, որ շատ հրաշալի մի քանի հայեր կան, որոնք ընդգրկված են այս կամ այն կերպ, բայց ես մի բան պետք է ասեմ, որ դա հիմնականում հայախոսներ են, բայց մենք ունենք ուրեմն 1870-80 թվականներից, օրինակ Սան Ֆրանցիսկոյի ուրեմն այդ տարածքում տեղավորված հայկական տարր, որ անգլիախոս է, բայց ինչպես որ Սարոյանն էր, եթե անգլիախոս չէր նշանակում հայ չէր։ Հիմա այս բաները համալսարաններ, բաներ, այդ կենտրոններ օգտագործում ենք, թե չէ, կարծում եմ չէ։ Եվ մեր թափտփվածությունն է այստեղ։ Ոչ մեկը մեզ այդտեղ արդարանալու ոչ մի բան չունի։ Եվ նաև այն հակահայաստանյան քարոզչությունն է, որ ռաշիզմը տանում է հայկական ռևանշիզմը Հայաստանի դեմ, եւ ինչքան ես գիտեմ, Վաշինգտոնում գործում են ինչ-որ գրասենյակներ Հայաստանի պետական շահերի դեմ, պատճառ բռնելով վարչապետը հողը հանձնեց եւ այդ հողը դուք եք հանձնել, հայրենիքն էլ եք հանձնելի, այսինքն անողները։ Հիմա եթե մենք, այսպես ասեմ, համահայկական կոնսոլիդացիա ունենանք, եթե չունենք, այս տարի պիտի դրան հասնել, այդ ինտելեկտուալ իմաստով եմ ասում, էլի, դուք պատկերացրեք մենք այստեղ ինչքան գշահենք, հիշեք Խրիմյանի արտահայտությունը, էլի, ինչ էր ասում է գնացի Բեռլին, ասում է բոլոր իրենց լեզվով էին խոսում, ես էլ լազցի լեզվով խոսեցի, ոչ լեզու գիտենք, ոչ եւ այլն, այս վիճակով իհարկե Բեռլին կոնգրես տանուլ կտակ։